Հայաստանում վերաբացվել է Erasmus Plus ազգային գրասենյակը։ Erasmus Plus-ը Եվրոպական միության ծրագրերից է միտված աջակցելու կրթության վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ոլորտներին։ Ծրագրի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում արտերկրում սովորելու, վերապատրաստվելու և փորձի փոխանակման։ Հայաստանում Եվրոպական միության դեսպանը գրասենյակի վերաբացումը կարևոր իրադարձություն է համարում։ Շեշտում է մարդկային կապիտալում ներդրում անելու անհրաժեշտությունը, քանի որ դա լավագույն կապիտալն է և որոշում է երկրի մրցունակությունն ու ապագան։ Մենք համատեղ շատ ծրագրեր ենք իրագործել նախորդ տարիների ընթացքում, նաև պլանավորում ենք ավելի շատ գործակցություն։ Ուզում եմ ընդգծել, առանց մարդկային կապիտալում ձեր ներդրումների այս ամենը արդյունք չէր ունենա։ Այսպիսով իսկապես շատ կարևոր է շարունակել, բարելավել և արագացնել գործակցությունը։ Խոսքը միայն Erasmus-ից օգտվող մարդկանց քանակն ավելացնելու մասին չէ, այլև մեր համատեղ աշխատանքի որակի։ Կրթությունը և երիտասարդության միջև գործակցությունը մեր հետագա հարաբերությունների ամենակայուն և ամենադիմադրողունակ հենասյուներից են։ Erasmus Plus-ի գրասենյակը, որ Հայաստանում բացվել էր տասնամյակներ առաջ, 2025-ի հունվարից դադարել էր գործել։ Ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը, բայց կարևոր պայման է ԿԳՄՍՆ երաշխավորագիրը։ Գերատեսչությունն այս գրասենյակի գործունեության հետ կապված որոշակի խնդիրներ էր տեսել և աշխատանք շարունակելու երաշխավորագիր չէր տվել։ Erasmus Plus ծրագրին վերաբերող հարցերով այս ընթացքում զբաղվում էր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն։ Նախարարության հիմնավորումը մասնավորապես այն էր, որ նախագծերը ավելի շատ զբոսաշրջային բնույթ են ստացել։ Նկատելի ազդեցություն չեն ունեցել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի վրա։ Նաև դրանց թեմատիկան հիմնականում չի արտացոլում Հայաստանի բարձրագույն կրթության զարգացման առաջնահերթությունները։ Այժմ այդ առումով փաստորեն որոշակի վերանայումներ են արվել։ Erasmus-ի նոր ազգային գրասենյակի աշխատանքը նաև հարթակ կծառայի ավելի լայն տեսլականի համար, միմյանց ավելի մոտենալու և եվրոպական ծրագրերի առավելությունները հայ ժողովրդին հասցնելու, նաև մեր առաջնահերթությունները Հայաստանի առաջնահերթությունների հետ համապատասխանեցնելու համար։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը նույնպես կարևորում է գրասենյակի վերաբացումն ու կարողությունների զարգացումը գործակցության միջոցով։ Եվ այդ իմաստով շատ կարևորում եմ, որ գրասենյակը կաշխատի թե բարձրագույն կրթության, թե միջին մասնագիտական կրթության, թե երիտասարդության և թե սպորտի ոլորտներում։ Ուրախ եմ, որ արդեն 3 Erasmus ծրագրեր ունենք սպորտի ոլորտում և սա այն կարևոր հանձնառություններից է, որ ունեինք ընդլայնել համագործակցության շրջանակը ներգրավելով նոր ուղղություններ։ Հայաստանում Erasmus Plus ազգային գրասենյակը գործում է գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն հիմնադրամի կառուցվածքում, որն ունի երկարամյա փորձ որպես Եվրոպական միության Հորիզոն Եվրոպա ծրագրի ազգային կոնտակտային անձանց ցանցի պաշտոնական համակարգողը Հայաստանում։ Ժաննա Անդրեասյանը սա կարևորում է շղթայական գործակցության տեսանկյունից։ Այսինքն մեր այն երիտասարդները, որոնք արդեն կրթական մակարդակում կընդգրկվեն որոշակի օրինակ համագործակցության, փոխանակման ծրագրերի, այլ համագործակցության շրջանակներում կունենան հնարավորություն նաև գիտական կարիերա շարունակել։ Թե Եվրամիության դեսպանը և թե Հայաստանում կրթության և գիտության ոլորտների պատասխանատու նախարարը շեշտում են նաև գրասենյակի աշխատակիցների մրցութային կարգով ընտրվելը։ Դա կարևոր է համարվում գործընթացների թափանցիկության ու հաշվետվողականության տեսանկյունից։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։